Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այստեղ խնդիրը իշխանության խնդիրն է, որովհետև բանը պետք է չհասներ այսօրվան, բանը չպետք է հասներ այս փուլին, այլ ամենասկզբից պետք է թույլ չտվացվեր այս ուժը մասնակցել, որովհետև դրսից տղա բերած, այս դեպքում ֆինանս բերած ու նաև ճակերտավոր ուժեղ տղա բերած ուժը Հայաստանի վրա իրավունք չպետք է ունենար Հայաստանում մասնակցելու ընտրությունների։ Այստեղ իշխանությունը փորձում է նաև ինքը ուժեղ տղա խաղալ եւ երկուսով իրար հետ մտել են կռվի մեջ, այլ ոչ թե պահելով օրենքի պահանջները, այլ ոչ թե թույլ չտալով այդ ուժին մասնակցել, որը պետության համար անվտանգության խնդիր է։ Ես ձեր հարցին ուղղակի տամ իրավական տեսանկյունից պատասխան, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մենք քաղաքական ընկալումները չխառնենք շատ իրավական եւ իրավական անվտանգային ընկալումների ու խնդիրների հետ։ Այս դիմումի նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պաշտպանությունն է։ Պաշտպանությունն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտաքին ազդեցություններից, որոնք դրսևորվում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ուժային այլ եղանակներով, դրսևորվում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրավազորություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտրելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ կամքի ներգործության եղանակներով։ Այս խախտումների ծավալն այնպիսին է, որ մեր գնահատմամբ այն այլևս հատել է ընտրությունների արդյունքների նկատմամբ էական ազդեցություն գործելու շեմը, այն այլևս հնարավոր չէ չեզոքացնել, վերացնել, եւ հետեւաբար միակ հնարավորությունն է փակել այն խողովակը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի նկատմամբ իրագործվում է սահմանադրությամբ եւ օրենքով արգելված ներգործություն։ Սա է։ Եվություն դիմումի տեքստում հաստատներ ներկայացվում են, թե ISSS հիմքով խնդրում են քննել կամ ինչպիսին է տեքստը։ Իհարկե։ Հաստատները ենթադրյալ խախտումների մասին են, թե ապացուցված խախտումների մասին։ Արկա հայտնի խախտումների մասին։ Ում հայտնի։ Բոլորի։ Բոլորին։ Հանրությանը եւ մեծապես այստեղ ես ասեմ նաեւ կարեւոր է ձեր անունը որ այդ սրամիտ մեկնաբանությունները կանեք հետագայում։ Ես ներկայացնեմ մի վիճականիկ հարցի պատասխան։ Ուրեմն մենք էապես հենվել ենք Հայաստանի Հանրապետությունում արդեն բավական երկար տարիներ զարգացված հասարակական կազմակերպությունների կողմից հավատարմագրված դիտորդական առաքելության արդյունքում ձևավորված տեղեկատվական պաշարների վրա, որոնք եւ հրապարակվում են եւ ներկայացվում են հանրությանը եւ մեծապես նաեւ տեղեկատվության արխիվը հանդիսացել այդ կազմակերպությունների հաստահավաք առաքելությունը, որոնցից ամենաեականներից կնշեմ անկախ դիտորդ։ Իսկ այդ դեպքում ինչու ավելի վաղ չի դիմում եւ Փաշինյանի ասելուց հետո երեք հանրային եզրերում որոշեցին, որ իշխանությունն ինքն է գնալու։ Սա փուլ է, որն այս պահին վրա հասա, այդ դիմումը հնարավոր է ներկայացնել 3, չունենալով օրինակ այսօրվա փաստերը, 3 չի առաջի օրը, չունենալով օրինակ 3-վա փաստերը։ Հետևաբար ինչքան ավելի հասունացվում է դիմումը, այդքան ավելի էական է դրա ներկայացումը։ Թույլ կտակ են, որ Փաշինյանի ասելուց Պարոն Եգորյան, ոչ, եւ այդ հարցին ես երկու բառով անդրադառնամ, ձեր թույլտվությամբ։ Հարգելիս, տեսեք, դուք հարց եք տալիս, մենք կուսակցության ներկայացուցիչներ ենք, տեսեք, դուք հարց եք հնչեցնում, ասում եք ինչու ավելի վաղ չէիք դիմել, ճիշտ է։ Ուրեմն նախ ուզում եմ ձեզ ասել հետեւյալը, որ անկախ նրանից մենք դիմում կներկայացնենք գրավոր թե ոչ, միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականությունը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այսինքն մենք այստեղ ենք զուտ պահանջելու եւ աջակցելու, խթանելու, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 100%-ով փորձի իրականացնել իր պարտականությունները։ Ինչ վերաբերվում է ավելի վաղ դիմել չդիմելուն, ես արդեն իսկ նշեցի,
Բազմիցս Արամ Զավենի Սարգսյանը բարձրաձայնել է բոլոր այս խնդիրների մասին։ Կոռուպցիոն այս երևույթները, որոնց մասին որ հասարակական ողջ դաշտը պարբերաբար բարձրաձայնում է, հանրությանը շատ քաչ ծանոթ է։ Մենք եկել ենք պարզապես հաշվի առնելով, որ գործողություններ չեն իրականացվել մինչև օրս, տեսեք, լավ, մի հատ sense օրենքի դրույթը ես ցիտեմ, տեսեք, ընտրական օրենսգիրքը, մի րոպե տեսեք, ուրեմն ես ձեզ պատասխանում եմ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրային իշխանությունները պարտավոր են ապահովել, դա հիմունքներն են, ընտրական գործընթացի հիմնական հիմունքներն են, սկզբունքներն են, որ պարտավոր են ապահովել ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի իրացումը քաղաքացիների։ Հիմա այդ